2022-ը այն սկիզբն է, երբ մենք որոշում ենք ընդունել դիվերսիֆիկացնել նաև հարաբերությունները պաշտպանական ոլորտում։ Խոսքը վերաբերում է եւ բուն հարաբերություններին եւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնմանը։ Դուք կհիշեք, կար մի փուլ, երբ մենք խոսում էինք, որ ունենք գնված ապրանքներ, որոնք ժամանակին չեն հասնում, չկան մատակարար այլ երկրներ եւ այլն, մենք այդպիսի փուլ ենք անցել, բայց այդ փուլը պատվով հաղթահարել ենք եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը նման խնդիր չունի։ Չունենք այդպես խնդիր։ Նման խնդիր չունենք։ Խնդիրը հաղթահարված է, դիվերսիֆիկացիան իրականացված է։ Բայց սա չեմ ուզում, որ մեր հարցազրույցը վերածվի Հայաստանի միլիտարիզացիայի հարցազրույցի, ամենևին դրա մասին չէ մեր խոսակցությունը եւ այն ինչ արվում է մեր կողմից, դա մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով է եւ կարծում եմ անհրաժեշտ է, որպեսզի բոլորի համար պարզ լինի, այդ թվում նաեւ Հայաստանին զենք վաճառող եւ կողքից Հայաստանին նայող մեր հարևանների ու գործընկերների համար Հայաստանը իր սպառազինությունը եւ բանակը օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Պարոն նախարար, եւ Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք։